Այն ադեն Եղիա բոլոր ժողովուրդին ասավ. ինձի մոտեցեք եւ բոլոր ժողովուրդը անոր մոտեցավ եւ անիգա դերոջը փլած սեղանը վերանորոգեց այսօր վրա դերգամի համագումարից հետո կանտրատարնանք որ այսօր ամփոփ պիտենք հաղորդության սեղանն ալունենք պիտի տեսնենք թե զոհասեղանը գառուցելը մեկ հոգու գործ չէր ամբողջ ժողովրդին կհրավիրե Եզեկիել մարգարեն եւ բոլորը կմասնակցին զոհասեղանի գառուցմանը բայց ասիկա հետո պիտենք տրատարնանք չափազանց կարևոր ճշմարտություններ կան այնտեղ որ երբ որ քո կյանքում զոհասեղանը քանդված է հավատքի կյանքում մեջ դու խնդիր ունես դու առանցին չես կարող վերանորոգել գառուցել քո հոգևոր կյանքի սեղանը փլված գարիկն ունես teamwork եւ ճիշտ ադիոս կտեսնենք բայց այսօր պիտի կենտրոնանանք տեսնենք ճիշտ զոհասեղանի իմաստը կարևորությունը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում ուրեմն այս պատմությունը մենք գիտենք կտեսնենք թե ինչպես Իսրայել ժողովուրդը Եզեկիել մարգարեի միջոցով այստեղ հսկա այսպես ասած բادرազմը դեղի պիտի ունենար ցույց տալու ով է ճշմարիտ Աստվածը երկնքի Աստվածն է իրականը թե հեթանոս մարգարեների Աստվածներ փաղի Աստվածներ իրականը եւ պատմությունը շատ հետաքրքրական է եւ ինչ հիմա արդեն այստեղ հավաքված են այսպես երկու բանակները հիմա Եզեկիելը գմոդենա իր այսպես հոգևոր զենքը գտեսնե որ փլված է զոհասեղանը քանթված էր փշրված էր անդեսված էր անարգված էր չգար զոհասեղան որտեղ կարողանային իրենց Աստուծո հետ հաղորդակցություն մշակել եւ երբ կտեսնա ասիկա Եզեկիել մարգարեն ժողովրդին բոլոր կհրավիրե ինձի մոտեցեք Եվ նախքան ամեն բանի առաջ զոհասեղանը կվերանորոգե Սկիզբեն Աստված բարձեզը պատրաստեց ոչ թե լոկ գեղեցկության համար որ գեղեցիկ բարձեզը ունենա մարդկությունը այլ այդ բարձեզը գառուցելու աստվածային քերակույն նպատակն էր հաղորդակցություն ունենալ իր ցերկով ստեղծելիք մարդկությանց հետ Եվ այդ բարձեզի մեջտեղում երկու ծառեր տնկեց գենաց ծառը եւ փարի ու քիդության ծառը գենաց ծառը եւ փարին չարից զանազանելու քիդության ծառը տնկեց եւ այս բոլորը հետ միասին Աստված բադվերմը տվեց բադվերմը որը հնազանդությամբ էր բարուրված Եվ Ադամից բադվիրեց հետևյալը Բոլոր ծառերից կարող ես ուտել, բայց այս մեջտեղի ծառից ոչ Ադամ դեղատրվեց այս հիանալի բարձեզում եւ Աստված Ադամին բարուրեց Փարքով No Աստված Ադամին բարուրեց իր փարքով Ադամ աստվածային փարքով բարուրված էր փարք glory
Վիհությամբ բարուրված էր Ադամ, ինչու գսենք աստվածային փառքով բարուրված է, որով երբ որ նոր գդագարան գերտանք Հռոմեացի 3-րդ գլխում հոնգրեցնենք, երբ որ մարդը մեղք գործեց գսել, եւ ամենքս Աստուծո փառքեն գսե բացեցանք։ Ուրեմն սա կնշանակի, որ մենք Աստուծո փառքով բարուրված ենք Ադամից սկսյալ։ Ուրեմն Աստված բարդեսը տնկեց, ծառերը դեղատրեց, բադվեր տվեց, եւ Ադամը այստեղ բարուրված էր աստվածային փառքով։ Եվ ամեն օր Աստուծո հետ քայլում եւ հաղորդակցվում էր օրվա զովադենը։ Աստվածաշունչը գսե։ Բայց մեծակույն հարցը, որ առաջանում է, ձգում է, այս եղելություններից հետևյալն էր, որ ոչ թե այն, որտեղ էր ապրում Ադամ, հարցը հետևյալը չէր, որ որտեղ էր ապրում Ադամ, այլ որու հետ էր ապրում Ադամ։ Μα պիտի մանրանանք այս բոլորի մեջ։ Որով թեև Ադամ եթե մի բարդեզում Աստուծո փառքով բարուրված այս հրաշալի միջավայրում էր, թեև Ադամ Աստուծո բարդեզում էր ապրում, բայց նրա սիրտը Աստուծո մոտ չէր, նրա սիրտը Աստծուց հեռացավ։ Դա շեշտեմ, թեև Ադամ Աստուծո բարդեզում էր ապրում, դրախտում էր ապրում, բայց իր սիրտը Աստուծուց հեռացավ, Աստուծուց մոլորվեց, Աստծուց մեգուսացավ։ Եվ այս բոլորը մեզի շատ կարևոր ճշմարտություն կհաղորդեն։ Լինել Աստուծո դրախտում, լինել աստվածային միջավայրում երբեք չի երաշխավոր է Աստուծո ներկայությունում ապրած լինելնից։ Proximity to paradise does not guarantee intimacy with God's presence. Լինել Աստուծո դրախտում չի երաշխավորեր քո եւ իմ Աստուծո այդ մտերմիկ հաղորդակցություն ունենալու փաստը։ Որով հնարավոր է ինչպես Ադամի բարակայում լինել աստվածային միջավայրում բարդեզում, բայց սիրտը անգե հերուլա։ Հնարավոր է Աստուծո ստեղծագործության հրաշալի գործերը տեսնես Ադամ, հոներ, ամբողջ տեսավ Աստծո հրաշալի ստեղծագործությունը, Աստծո գործերը տեսավ, բայց միևնույն ժամանակ նա Աստուծո այդ ամբողջական նվիրում չուներ։ Հնարավոր է Աստուծո ցայնը լսել օրվա զով ադենին եւ միևնույն ժամանակ հաջորդ ագանչը դաս ուրիշ ցայնի օծին։ Հնարավոր է դու լինես այնպիսի մի միջավայրում, որտեղ աստվածային հայթայթումը, սնունդը ամեն ինչ դրված լինի եւ միևնույն ժամանակ դու ցանկանաս այլ բդուղների։ Ամեն ինչ որ այստեղ ասված սա քոնն է, բայց նա ցանկացավ միայն արգելվածը։ Նայեցեք այս մարդկային փնությունը եւ Աստուծո գործողությունը մեր կյանքերում այս բոլոր հագասությունները կտեսնենք, որով հնարավոր է ունենալ արդակին աստվածբաշխության գերբարանք եւ միևնույն ժամանակ դու լինես հոգևորապես bankrupt, սնանք։ Բայց արդակին դեսկը Աստծո բարդեզում է, Աստծո ցայնն ես լսում, Աստծո հայթայթած բաներից ես օգտվում, Աստծո բարդեզում ես, այս բոլորին հանդերձ դու լինես հոգևորապես սննգացած վիճակ։ Հնարավոր է դու ունենաս
հոգևոր ազնվակույն reputation, բադվո անուն, որ այս եկեղեցին, այս անձնավորությունը, այս բադվելին, այս հովիվը, այս եղբայրը, այս քույրը, այս համայնքը ինչ բարձր դիրքի վրա են, ինչ անուն ունեն, հնարավոր է այդ բոլոր անունը ունենաս եւ միևնույն ժամանակ դու լինես քայլող դիակ։ Հայտնություն երեքի մեջ կտեսնենք Սարթիգեի ուղղված եկեղեցին գսե անուն ունիս, որ կենթանի ես, բայց մեռած ես։ Վաու։ Մատթեոս 7:21-ի մեջ Հիսուս ինչ գսե, ոչ թե բոլոր անոնք, որոնք ինձի դեր գսեն, պիտի մտնեն երկնքի թագավորությունը, հայլ անոնք, որոնք հորս գամքը կգադարեն։ Ադամը Աստծո գամքը գդրեց։ Եվ այս ճշմարտությունը դարեր շարունակ այսպես արձագանքում է մինչև մեր օրերին եւ դեռևս պիտի շարունակվի այս նույն իրավիճակը, այս նույն երևույթը արձագանքում է։ Գիտեք ինչու որ դու կարող ես լինել եկեղեցում, բայց ներկա չլինես պաշտամունքի ընթացքին։ Ֆիզիկապես հոսես Washington Avenue 1005 Pasadena Armenian Church of Nazarene main sanctuary մեջ հոսես ֆիզիկապես, բայց պաշտամունքի մեջ involved չես, հոս չես դու։ Դու կարող ես սրբարան մտնել առանց վայելելու Աստծո ներկայությունը։ Դու կարող ես երգել այն երգերը, որ երգում ենք, նվիրման երգ, զոհասեղանիդ վրա գթրվիմ, գնվիրվիմ, գսիրեմ, գբաշտեմ, գործնեմ քեզ, այդ բոլորը կարող ես երգել, բայց սիրտդ նվիրված չլինի։ Շրտների բդուղն է, Աստված սրտների բդուղ չուզեր, նա գուզե սրտի բդուղը։ Դու կարող ես հավատքի, այսպես ասած, ժարգոնը, լեզուն հասկանալ եւ արտահայտել հավատացյալների օգտագործած արտահայտությունը հավատքի լեզուն կարող է հասկանալ, բայց միևնույն ժամանակ քո կորձերը, քո կյանքը մեռած կորձերով ողողված լինի։ Կարող ես ծառայել Տիրոջը, ծառայության մեջ ես, բայց Աստծո հոգուց հեռու է, քու հոգիդ Աստծո հոգուց հեռու է եւ Աստծո հոգին մեջդ չէ։ Բարձրաց Մարգարեն խոսմոնի գսե ոչ թե ուժով եւ զորությունով է, այլ իմ հոգիովս է գսե։ Կարող ես ծառայել ուժով, զորությունով, նյութականով, անունով, դիպլոմներով ծառայություն ունես, օրինակ ընդունելություն գտնես, բայց Աստուծո հոգին չի գահոն։ Կորձունեություններում կարող է այդպես երևույթ ստեղծես, որ Աստծո մոտ ես, բայց կյանքդ հեռու է Աստծուց։ Եվ կարող ենք այսպես թվել շարքը, այս իրավիճակի։ Գիտեք ինչու սիրելիներ, այս բոլորը ինչու ենք ասում, ինչու ման Աստվածաշունչը այս բոլորը մատնանշում է մեզ համար, որովհետև սուրբ բաներին մոդիկ լինել չի նշանակում, որ ես Աստծուն մոդիկ եմ։ Ադամ կատարյալ միջավայրում էր, բայց տեսանք ինչ եղավ։ Եվ ճիշտ այն ողբերգությունը, այս եդեմական ողբերգությունը, այս վիճակը, որ սերունդ շարունակվում ենք ագանադես լինել, բազում քրիստոնյա կամ հավատացյալ կամ եկեղեցի կոչվող միջավայրերում,
մոդիկ ենք կսենք, բայց հնազանդություն չի գա։ Ներկա եմ, բայց նվիրում չկա։ Գրոնք կա, բայց հաղորդակցություն չկա։ Եվ ճիշտ այս է պատճառը, եկանք մեր նույնին, ճիշտ այս վիճակն է պատճառը, որու համար զոհասեղանը պետք է վերագառուցվի ոչ թե արտաքին քարերով, այլ մեր ներքին սրտում զոհասեղանը պետք է վերագառուցվի։ Այս բոլոր երևույթները դեղի են ունենում, որովհետև զոհասեղանի հետ խնդիր ունիմ։ Զոհասեղանս փլած է եւ պետք է վերանորոգվի։ Առաջին զոհասեղանը, որ Աստված բանջեց մարդ Արարածից, Ադամից, ոչ թե քարեղեն քարերով այսպես կառուցված զոհասեղան մներ, այլ Աստուծո բանջած զոհասեղանը մարդկային գամքն է։ Մարդկային գամքն է։ The first altar God ever desired was not made of stone. It was the human will. Զոհասեղանը, որտեղ հնազանդությունն է դրվում։ Գյանքը, որուց եսը ամբողջությամբ մերցնում ենք։ Ցանկություններ, որոնք ամբողջությամբ այսպես հանձնված են Տիրոջը։ Եվ որտեղ վստահությունը պաշտամունքի է վերածվում։ Եվ այս բոլորի հանդեպ մենք կտեսնենք, թե ինչպես Ադամ իր զոհասեղանից, իր ազատ գամքը Աստուծո զոհասեղանի վրա դնելու փոխարեն իրեն բահեց եւ իր գամքը ուզեց իրակորձել Աստուծո բադվերի դիմաց։ Եվ պատմությունը գիտենք ուր հասանք։ Բայց Աստված երբեք դադար չարեց։ Նայեցեք, այստեղ է Ավետարանի պատգամը եւ Աստուծո փրկության ծրագրի վեհությունը։ Նույնիսկ երբ Ադամ, առաջին մարդը, այդ զոհասեղանից իր գամքը իրեն բահեց եւ ոչ թե Աստծո հնազանդությանը նվիրաբերեց, ջարդվեց զոհասեղանը, փլվեց, Աստված մոտեցավ եւ սկսեց նորից վերագառուցել Ադամի ջարդած զոհասեղանը։ Աստված կառուցեց։ Եվ ճիշտ հիմա Եզեկիել մարգարեությունում նույն պատկերը գրգին ու գրգին անգամ եւս կտեսնենք, ոչ միայն Եզեկիել մարգարեությունում, ամբողջ 5 դագարանյան շրջանում, Իսրայելի ժողովրդի պատմությունում եւ յետքը նոր դագարանում Բոս Արաքյալի նամակներում եւ միջև այսօր։ Նույն պատմությունը ինքզինք գրկնում է, մանավանդ Եզեկիել մարգարեությունում մենք կտեսնենք ժողովուրդը, որի ճանապարհը գործրել էր, որոնց պաշտամունքը լոկ թադարգություն էր։ Եսայա 29:13-ի մեջ կսե, դուք կսե ինձի կմոտենաք միայն ձեր շրթներով պատվելու։ Դուք ինձի կմոտենաք եւ ձեր շրթներով ինձ կպատվեք, բայց կսե ես ձեր սրտերը կուզեմ, որովհետեւ կսե ձեր սրտերը ինձ մե հերույ են, որովհետեւ զոհասեղանը փլած է, միայն խոսք կա, միայն արտահայտություն կա, միայն performance կա, բայց ձեր սիրտը կսե ինձ մե հերացած եւ կսե ես ձեր սիրտը կուզեմ, ուրիշ տեղ կսե որտյագիմ քու սիրտդ ինձի դուր, քու գամքդ ինձի դուր, քո վստահությունը ինձի դուր։ Գիտեք սիրեներ,
Շատ հաճախ մենք կարծում ենք, որ Աստված եթե մեզ մի բան է պատվիրում եւ դրա փոխարեն մեր հնազանդությունն է ակնկալում, շատ հաճախ գամա մեր մտքում հետեւյալ հարցն է առաջանում. ուրեմն Աստված մի բան է պատվիրում ինձ եւ ինձնից պահանջում է հնազանդություն, այսինքն ինքը միշտ ուզում է մեծ երևա, Աստված երևա, ես էլ իր ծառան ինչ որս է պիտի հնազանդեմ։ Շատ հաճախ այս թերի, այս դգար, այս խղճուկ հասկացողությունը քաղաքարը կգազմենք, բայց այդպես չէ։ Երբեք Աստված երբ որ պատվեր մգուտա եւ ինձ մեկ ակնկալ է որ հնազանդվիմ, իմ հնազանդությունս ոչ թե ավելի շատ նրան հաջեցնելու համար է, ասեմ ձեզ, իմ հնազանդությունս նրա համար է, որ ես լինեմ ապահով, ես լինեմ պաշտպանված, Աստծո համար ավելի կարևոր է ինձ իրեն հնազանդին, որ ես լինեմ պաշտպանված ու ապահով, քան զուտ ինքը հաջի ուրախացա, լավ, ես բամասի դու կատարեցիր, բրավո, քեզի մեկ նշեմ տրեմ, Որովհետև որ ես կհնազանդիմ Աստուծո պատվերներին, ես կլինեմ ապահով, պաշտպանված։ Այդ բոլոր վտանգներից, որով Աստված տեսնում է եւ ինձ զգուշացնում է նախորոք։ Երբ որ այս մտածելակերպով, այս փիլիսոփայությամբ կմոտենամ Աստուծո պատվերների դիմաց իմ հնազանդությունը նվիրապերելու զոհասեղանի վրա, ամեն բան կփոխվի մեր կյանքերում։ Աստված ուզում է, որ ես լինեմ պաշտպանված, ապա դրա համար պատվերներ է տալիս, եւ ոչ թե պատվերը որպես օրենք, որպես թադասան, այլ որպեսի ինձ պաշտպանի, սիրուց է փոխում այդ բոլորը։ Դա ուրիշ նույն է կշարունակենք։ Ուրեմն ճիշտ է այս ժողովուրդը այդպեսին էր, Աստծո պատվերներին անհնազանդ էին։ Մենք այլևս չենք ուզում քեզ, ոչ քո պատվերները, ոչ քո կանոնները, ոչ 10 պատվիրանները, մենք մեր ուզածը պիտենք։ Իրենց զոհասեղանից վերցրել էին Աստուծո պատվերները եւ իրենց գամքն էին բարդացրում։ Այս պատճառով Աստուծո հետ իրենց հաղորդակցությունը խզվել էր, պաշտամունք չկար, նվիրում չկար, եւ ես եկել ու գտեսնել ամբողջ զոհասան, մենք ինչպես պիտի կարողանանք թշնամիած, հեթանոսած, բաղի աստվածների մարգարենտեն պայքարել, երբ մեր զոհասեղանը քանդված է, երբ մենք չունենք Աստուծո հետ մտերմիկ հարաբերություն, երբ ես չունեմ աղոթքի կյանք, երբ ես չունեմ աստվածաշունչի կյանք, երբ ես չունեմ պաշտամունքի կյանք։ Ինչ դրաման առաջին զենքը, թնթանոթը, աթոմային բոմբը ես եկել է սարքել զոհասեղանը կառուցելներ։ Գիտեք, երբ զոհասեղանին կմոտենանք, զոհասեղանը զոհասեղանից ավելի կվերածվի հայելու։ Ես իմ հոգևոր ինքնությունս եւ վիճակս կտեսնեմ զոհասեղանի մոտենալիս։ Ճիշտ նույնը գսե Պողոս առաքյալը առաջին Կորինթացի, երբ որ հաղորդության սեղանի մասին խոսի, այս հրաշալի զոհասեղան է սա, որ այս բոլորը կմատնանշի Քրիստոսի զոհողությունը, զոհասեղան, խաչը զոհասեղանն էր, Հիսուս զոհն էր։ Եվ ամեն անգամ որ եւ կմոտենանք, ձեր անձերը քննեցեք կսե։ Ուրեմն զոհասեղանը կբերածվի որպես հայելի իմ հոգևոր վիճակիս, իմ ներքին հոգևոր վիճակս, մի ճշմարտություն եւս եւ ավարտեմ։ Որով զոհասեղանը առհասարակ գլխավորաբար երկու քերակույն նպատակների համար էր օգտագործվում։ Զոհասեղանը գլխավոր երկու նպատակներ ունի։ Առաջինը զոհասեղան ինչի համար էր, որպեսի վրան զոհ մատուցանեն։ Զոհի սեղան մնե, որտեղ զոհը կբերեին 5 դագարանում գառնուկը, 1 տարեկան անարատ եւ այլ գտնեին եւ մեղքերի համար քավություն զոհասեղանի առաջին նպատակը զոհ մատուցալներն էր, զոհ։ Ամբողջ 5 դագարանում մեջ մենք կտեսնենք զոհասեղանի վրա զոհ են դնում, զոհասեղանը կա եւ վրան զոհ են դնում։
զոհասեղանի վրա ոչ մի բան չեր դեղատրվի, որու մեջ չգար գին, արժեք։ Որովհետև զոհողություն կնշանակե ինձնից մի բան է բագասում, նվազում։ Եվ հենց Աստված դա է ուզում ինձնից։ Հիմա նայեցեք, հարցը ոչ թե գառնու կամ նյութականի զոհողություն է, մոռացի այդ բոլորը։ Զոհասեղանի վրա կդրվի իմ եսս, իմ գամքս, իմ անհատական ցանկություններս, իմ իղձերս, իմ հբարդությունս, իմ մեղքը, դրանք կդրվեին, որով զոհը, որ կդրվեր զոհասեղանի վրա, այդ նպատակի համար էր մեղք մը կործած էր, հանցանք մը կործած էր անհատը, եւ պետք է զոհը քին մը վճարեր, գառնուկ մը պետք է առներ եւ դներ, ուրեմն զոհ գզոհապերեմ իմ ինքնասիրությունը, գզոհապերեմ իրավունքս, բայց իրավունքով է, ինքն է սխալը։ Այսինքն պիտի չլուծե հարցը երբեք, ամբողջ կյանքդ տենշնների մեջ պիտի լաս, լարված վիճակ պիտի լինի, ես իրավունքով էի, ինքը իմ իրավունքս կերավ, ես հոս զոհասեղանը օգնության գասնի գսե Աստված հովիկ, գիտեմ որ իրավունքով ես, բայց հիմա դու պետք է քո իրավունքը զոհաբերես։ Ի վասն խաղաղության, ասիկա քին մնե որ ես կվճարեմ, դու կվճարես։ Հբարդությունդ զոհասեղանի վրա թիր։ Անհատական ցանկություններդ, մեղսալի ցանկություններդ, մեղսալի վիճակ ստեղանի վրա գտնեմ։ Դժվար են այս բոլորը, ասում բոլորը քինգը ժամանակս զոհասեղանի վրա գտնեմ։ Դաղանտներս նվիրաբերեմ։ Այսինքն զոհասեղանը առանց զոհի ոչ մի օգուտ չունի։ Ամենսօր զոհասեղանի գլխավոր նպատակներից մեկը զոհ բերելն է։ 5 դագարանում քառնուկ մը գբերեին, նոր դագարանում Աստվածաշունչը մեզ մեկը պատվիրեցելով որ դու ես որպես գենթանի զոհասեղանի վրա դրեմ Բողոսարակալ գսե Քրիստոսի խաչը ելա։ Եվ ալ գաբրին ոչ թե ես, ոչ թե իմ եսս, այլ Քրիստոս գաբրի իմ մեջ։ Շատ դժվար է սիրելներ, հասկանում եմ։ Հիմա դուք բերեցեք ով անես եղբայր բեմի վրա կանգներես, ինչ լավ, գուտ Աստծո, ինչ հեշտ է դուր։ Գիտեք ինձ համար շատ ավելի դժվար է վարդապետողներին ավելի շատ պատասխանատվություն է հասնում։ Եվ ինձ միշտ աղոթք է ով Աստված օգնիր ինձ, մինչ այս բեմի ետին կգանքնեմ, մինչ հոդի առաջ կգանքնեմ, ինչ որ կքարոզեմ, օգնիր ինձ Հայր, որ կարողանամ այդ բոլորը իմ կյանքիս մեջ նախ իրագործեմ։ Շատ հաճախ ցախողվել եմ, շատ հաճախ վրիպել եմ, շատ հաճախ այնտեղ չեմ եղել, բայց աղոթք սեդեր ինձի այդպիսի պայմաններում բեր, այնպիսի իրավիճակ դուր իմ կյանքիս մեջ դեր, որովհետեւ ես կարողանամ լինել այնպիսին, ինչպես դու ես ուզում եւ լինել այնտեղ, որտեղ դու ինձ սպասում ես։ Հեշտ չէ հոգեվոր կյանքը։ Հիսուսը ասավ. «Նեղ եւ նեղվածք է երկնքի ջամփան, նեղ եւ քչերն են որ ընդից մի դետամ, իսկ ժոկը լայն է, հանգիստ է, ազատ է»։ Զոհողություն կպահանջե, զոհասեղանիդ վրա զոհը թիր, ինչ որ Աստված կպահանջի, ամենակարևոր զոհը որ ես կարող եմ տալ իմ կամքս է։ Հիսուս ճիշտ ասիգա արավ խաչի վրա, Գեթսեմանի բարձում, Հայր ոչ թե իմ գամքս, այլ քու գամքդ լինի։ Հիսուս իր գամքը զոհաբերեց, զոհասեղանին վրա, խաչը զոհասեղանն էր, իր գամքը առաջի երթին զոհաբերեց, որը բայկարում էր, գսե ջագդեն, գսե քրդինքը արյան գաթիների վերածվեցավ եւ գգատկտեր, ինչ որ գամքը հանցնելը սիրեներ բայկար է, լուրջ հարց է։
որը մեր գամքի պատճառով է Ադամի, որ այս ողբերգությունը տեղի ունեցավ, զոհասեղանը փլվեց, եւ հիմա Հիսուս նույն տեղը կգանքնի Գեթսեմանի բարձեզում, ոչ թե Եդեմին բարձեզում, եւ գսե հայր, ոչ թե իմ գամքս, ինչպես Ադամ առաջին մարդը իր գամքը նախընտրեց, այլ քու գամքը թողլա։ Չորրորդ թագավորաց 24, շատ թյուրին համար է, չորրորդ թագավորաց 24-24-ի մեջ Աստծո խոսքը գսե Դավիթ թագավորի հետ կապված, երբ որ զոհ պիտի մատուցաներ, իրեն ծրի հոմը պիտի դային, որտեղ զոհասեղանը տներ եւ Աստծուն բադարակ մատուցաներ, ծրի, նվեր, նո, սավ Դավիթը, նո, սավ Ես պետք է վճարեմ այդ բոլորի համար, պետք է ինձ մե բան բագասի, պետք է վճարեմ ոսկիով, որովհետև գսե, նայեցեք գարտամ, գսե, քանզի ես չեմ կարող իմ դեր Աստուծույս ծրի ապար, ծրի, բելեշ, զոհ մատուցանել։ Ես ինչ եղավ, սիրի միացավ։ Ես չեմ կարող իմ Աստուծույս ծրի զոհ մատուցանեմ, պետք է կին վճարեմ, որպեսզի կարողանամ իմ զոհս մատուցանել Տիրոջը։ Ժամս ավարտեմ, երկրորդը հաջորդին կթողեն, չվրազենք կարևոր նյութ է, երկրորդը պաշտամունքն է, զոհասեղանի առաջին նպատակը զոհողությունն է, երկրորդը պաշտամունքն է, պաշտամունք առանց զոհողության հավասար է թադարգություն, անընդունելի։ Պաշտամունք ենք եկել, չէ, այսօր մենք դերոջն ենք պաշտում, այս եկեղեցում, պաշտամունք, երգեցողություն, քարոզ, նվագ, ինչ որ ծառայություն, գիրակ նորիա դասան, առանց զոհողության, գամքի, դաղանտների, ժամանակի, իրավունքների և նյութականի, որը Աստծո խոսքի մեջ չեն են։ Եթե զոհողություն չի գա, զոհասեղանի վրա զոհը չեմ տներ, անիմաստ է, ուրեմն զոհասեղանը պաշտամունք և նվիրում զոհողություն կենթադրե, եթե չգա, այս երկու հատ միասին եմ, չես կարես միան պաշտամունքն եմ առանց զոհողության, չի կարեր, ընդունելի չէ, չեմ գանող ես տալ առանց պաշտամունքի, դա էլ ընդունելի չէ, պաշտամունք և զոհողություն, երկու հատը միասին անքաղտելի են, երբ որ այս երկու կգան, քո պաշտամունքը անուշահոտ բադարակի նման Աստծո ռնկունքներին գել է և օրհնությունը պիտի կա, այլապես պետք է վերագառուցեմ զոհասեղանս